Վերջին զանգ հեռուստասերիալում ամբողջ սյուժեն նոր փուլ է մտնում։ Գծերն ավելի են սրվում, կրքերը ավելի բորբոքվում։ Այս անգամ Լիլիթը բացարձակ կորցնում է ինքնատիրապետումը։ Նա ամբողջ սերիալի ընթացքում խեղդվում էր մերժման ու չսիրված լինելու ծանրությունից եւ վերջապես պայթում է։ Հիվանդանոցում Աննայի հիվանդասենյակում նա բառացիորեն փորձում է խեղդամահ անել Աննային, մոռանալով թե Աննայի, թե ապագա երեխայի մասին։ Աննան անօգնական պառկած է, հղի, խոցելի, բայց ճիշտ պահին ներս են մտնում Հենրին ու Անգելինան։ Հենրին առաջ է նետվում, բաժանում է Լիլիթին իր մորից ու սաստում նրան, սակայն Լիլիթին դժվար է կանգնեցնել։ Նա վրդովված է, լցված ատելությամբ, եւ մնում է մի մաս, որ բացահայտի Հենրիին, թե Աննան նրա կենսաբանական մայրը չէ։ Այդ խոսքերը դեռ չի ասում, բայց օդում կախված սպառնալիքի պես սառնասրտորեն զգուշացնում է։ Հենրին դեռ պատասխան է տալու իր այսօրվա արարքի համար, որ իրեն դուրս է արել հիվանդանոցից։ Քիչ անց Արամը գալիս է հիվանդանոց։ Տեսնելով Հենրիին միանգամից հարցեր է տալիս, ինչու է իր մորը այդպես վռնդել։ Քննարկումը երկար չի տևում, քանի որ վերաճում է բախման։ Երկու եղբայրներ բռունցքի լեզվով փորձում են պարզել հարցերը։ Անգելինան փորձում է նրանց խաղաղեցնել, քաշելով, բղավելով, լացելով։ Այդ ընթացքում Ռիտան ու Հենդոն ունեն շատ լարված խոսակցություն։ Հենդոն խաղի ստվերում մնացած մեծ գիշատիչը զգուշացնում է Ռիտային. եթե հիմա չհեռանան, Միքոն իր գործն այս անգամ հաստատ կավարտի։ Բայց հենց այդ պահին տուն է վերադառնում Սոսը։ Նա լսում է ամեն ինչ եւ չի մարսում լսածը։ Սոսը անմիջապես հրամայում է Հենդոին հեռանալ իր տանից։ Բացահայտ ասում, դու այստեղ ոչ ոք ես ու հրամաններ չտաս։ Հենդոն դուրս է գալիս, բայց հաստատ ոչ պարտված։ Աննան դուրս է գրվում հիվանդանոցից եւ գնում իրենց հին տուն պատասխաններ պահանջելու Անետից եւ Բագրատից։ Բայց այլևս ոչ մի սուտ, ոչ մի մանևր չի կարող փրկել նրանց։ Աննան ամուր է, ոճրական ու լցված արդար զայրույթով։ Այս 25 տարվա կեղծիքը, սոտերը, մանիպուլյացիաները բոլորին պետք է կանգնեցնի պատի մոտ։ Աննան եկել է ոչ թե քննարկելու, այլ լսելու ճշմարտությունը։ Միքոն քիչ անց իհարկե գալիս է հիվանդանոց փորձելով տեսնել Աննային, բայց ուշացել է։ Բժիշկը նրան ասում է, որ Աննան արդեն դուրս է գրվել։ Այդ պահից սկսած Միքոն սկսում է կորցնել հույսը։ Նա խելագարվում է, հասկանալով, որ Աննան իսկապես հեռանում է իրենից։ Նրա ձեռքերից սահում է ամեն ինչ։ Ոտքի տակից կարծես փախչում է հողը։ Նա գնում է Աննայի հին տուն, կանգնում դարպասների դիմաց եւ սպառնում Աննային։ Ասում է, եթե չվերադառնաս տուն, երեխայիցդ կզրկեմ քեզ, հետո կսպանեմ եւ քեզ եւ Սոսին։ Սարսափելի խոսքեր, բայց այս պահին Աննան հասկանում է, որ Միքոն իրոք ընդունակ է ամեն ինչի ու ոչ մի կերպ չի կարելի թերագնահատել նրան։ Այժմ խաղի բոլոր քարտերը բաց են։ Ճշմարտությունը դառնում է մահացու զենք, եւ յուրաքանչյուր քայլ կարող է լինել վերջինը ինչ-որ մեկի համար։ Հակամարտությունը հասել է գագաթնակետին, իսկ դուք հարգելի հետևորդներ գրեք մեկնաբանություն։ Ինչպես կվարվի Աննան, արդյոք կվախենա Միքոյի սպառնալիքներից եւ կվերադառնա տուն։ Գրեք մեկնաբանություն։ Եկել ենք նկարահանման։ Չէ՞ ձեզ։ Իհարկե։ Վաղուց չկա ինքն։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ Համարը թե մոռացան մեզ։ Չէ, որ մոռանա։ Մեզ մոռանալ չի լինի ձեզ։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո, ունիստ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Չէ, չեք կարող զանգալ ես պատասխան։
Գաս մեզ։ Քիչի կողը բայց կա։ Ոնց ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կատր է։ Ընենք լավ կտրվեց, ընենք սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Հարմա բայ։ Գիտեմ։ Հա, թարմա։ Ոնց вообще-то Կասկածում եք երեխեք։ Չորս օրվա էր։ Վերջին զանգ հերոստասիալին չէի սպասում։ Համեցեք։ Որոշել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Դա սկսած սցենարներս է, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն ենք նետել, հիշում եք։ Բայց ստեղ է, ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուսի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք ևս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել, Նոգարանն է։ Պահարանում ինչ ունես։ Պահարանում ոչինչ չունեմ։ Ինչի՞ միշտ դասը բացում եմ ինչ-որ բան եմ անում, իմ վարից ոչ մի բան չկա։ Իսկ բաց պատշգամբում։ Բացış kampım ne kaçtasın sürüm hatta ben yaşadım sürümlü kahve isterim. Բացի՛լ է։ Բացի ասում եմ։ Աստորեն դու ես հորս գլուխի կերել, ասեմ բացի։ Բարև բոլորին։ Կաննա ջան, շատ երկար մտածելուց հետո հասկացա, որ անպայման պետքա ձեզ տեղյակ պահեմ Հայաստանը 7 օրով լքելու դեպքում։ Հետևորդներ ջան, դուք էլ շարունակեք նայել վերջին զանգը հեռուստասերիալը, լիքը լավ զարգացումներ է սպասվում։ Ժողովուրդ ջան, այսօր էլ այս տեսքով եմ նայեք։ Այս սերիալում կամ ես եմ տփում։ Եկել ենք նկարահանման։ Չէ, ջացրո։ Իհարկե։ Վաղուց չկա ինքի։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացավ մեզ։ Չէ, չէ, որ մոռանալ։ Մեզ Մեզ մոռանալ չի լինի, ջացրո։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ես մեր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո։ Ումիշ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենջին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դե չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։